Միանտապանում հյուրընկալել եմ, բոլորին դեմ եմ շարժման անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանին, պարոն Սահակյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Երեկ ազգային ժողովի նախագահը Մոսկվայում էր, հանդիպում ունեցավ արտգործնախարար Լավրովի հետ, ես Լավրովից մեկ մեջբերում անեմ, ասում է Հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող հարձակումների մասին պնդումները տարօրինակ են եւ առասպելային, ընտրությունների շեմին ակնարկները, թե Ռուսաստանը միջամտելու է դրանց, ակնհայտ սադրիչ նպատակներով են անում եւ արվում են քաղաքական գործիչների կողմից։ Իհարկե պատասխան հնչել է մեր ազգային ժողովի նախագահի կողմից, բայց ամեն դեպքում ձեր գնահատականը Լավրովի այս հայտարարության հետ կապված։ Էական չէ ինչ է ասում Լավրովը, էականը թե ինչ է անում Ռուսաստանի Դաշնությունը որպես պետություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Դրանք այսինքն այդ գործողությունները դրանք դաշնակցային չեն, դրանք գործընկերային չեն, որ կատարվում են մեր նկատմամբ 20 թվականից մինչև օրս դրանք շատ ցայտուն արտահայտվել են հակահայկական մեր պետության դեմ դրանք կատարված հայ ժողովրդի դեմ կատարված գործողություններ են եւ ըստ էության էական չի ինչ ասում Լավրովը այն պաշտոն է գրավում Ռուսաստանի Դաշնությունում ով փափուկ ուժի բան sense ինչ-որ գեղեցիկ խոսքերի բաների մասին sense պետք է խոսա պետք է փորձի նարատիվներ ստեղծել որի շուրջ sense քաղաքագետներ բաներ չէ ելնեն վերլուծաբաններ ինչ-որ տարբեր կարծիքներ ասեն եւ այլն ինչ-որ sense բաներ ռուսական այս փափուկ ուժը կամ փորձի ներխուժել հայկական միջավայր կամ բանանի կամ որոշակի այս ուժերի այո գումարներ տրամադրեն եւ բանանեն բայց դրանք ընդամենը խոսքեր են Լավրովին գործողությունը խոսքերը այդ տրամաբանության մեջ պետք է նայել ամենակարևորը Ռուսաստանի Դաշնության գործողություններն են մեր նկատմամբ որ մենք պետք է տեսնենք թե ինչ են անում իսկ իրանք գործընկերային չեն ելի եմ ասում եւ հակահայկական են ըստ էության Քանի որ ընտրությունների մի քանի ամիս է մնացել հիմա նախընտրական այս տրամաբանության մեջ դուք տեսնում եք արդեն ռուսական միջամտություն որը փորձում է հերքել Լավրովը Նախ միայն այն որ իրանք սկսել են արդեն ընտրությունների հետ կապված հայտարարություն անել, դա արդեն միջամտություն է։ Մենք տեսել ենք Ռուսաստանը ինչպես է իր միջամտությունը հերահարա առանց այդ պետության ներսում առանց գործելու, ասենք Գերմանիային ընտրություններին ազդեցություն ունենում, Ֆրանսիայում ազդեցություն ունենում, Ամերիկայում ասում են ազդեցություն ունեցել, Հայաստանում միանշանակ ազդեցություն ունեն, իրանք ոչ միայն հայտարարությունների տեսքով, այլև այստեղ հստակ ֆինանսավորվող, իրենց գիծը տարող, իրենց անունով երթվող գործիչներ կան, կուսակցություններ կան, ակտորներ կան, ներկա եւ նախկին բարձր պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներ կան, այսինքն Ռուսաստանը այստեղ հայկական ներքաղաքական կյանքում ունի ահռելի մեծ ազդեցություն եւ իրենք որ հունով ուզենան, ինչպես ուզենան կարող են տանել, դա ցավոք սրտի այդպես է եւ այդ ահռելի ազդեցությունը պիտի կարողանանք որևէ կերպ դրան հակազդել եւ որ թույլ չտանք որ իրենք այդքան մեծ ազդեցություն ունենան։ Հիմա ով է գլխավոր պայքարողը այդ նարատիվների, այդ ազդեցության դեմ։ Պետական մակարդակով ակնկալենք, այլընտրանքային ուժերի մակարդակով ակնկալենք, թե հույսը դնենք այնուամենայնիվ հանրության ստապ այդ գնահատականի եւ գիտակցության վրա։ Հանրությունը գիտակցում է, հանրությունը տեսնում եւ հասկանում է, պետական մակարդակով այսօր ավելի քան լավ ավելի ռուսամետ քաղաքականություն քան թե տանում են մեր պետական այրերը, դեռևս ոչ ոք այդքան ռուսասեր չէր եղել, չնայած իրենց հայտարարություններին, հա, իրենք հայտարարությունների մակարդակում, վերբալ մակարդակում իրենք վառ արտահայտված հակառուսներ են, բայց էլի գործնականում շատ վառ արտահայտված պրոռուսական գործիչներ են։ Օրինակ 20 թվականի պատերազմից հետո եւ բանից այդ ռուսական այդ գործողությունները, որ մենք տեսանք, այդ հակահայկական գործողությունները։ Արցախի հայաթափումից հետո ռուսների այդ վառ դրսևորված այդ մասնակցությունից հետո մենք տեսնում ենք, որ բազան դեռևս Հայաստանում մնում է։ Մենք տեսնում ենք, որ մեր ամբողջ տնտեսությունը, Հայաստանի Հանրապետության ամբողջ տնտեսությունը սպասարկում է ռուս-ուկրաինական պատերազմը ռուսական կողմը, չէ՞։ Իրենք այդ ինչ որ արգելված է Ռուսաստան տանելու համար այդ բաները այտենց ինչ է բարձր տեխնոլոգիաներ եւ այլն այտենց մի բազմաթիվ էմբարգոներ կան եւ արգելված բաներ կան որ չի Ռուսաստանը ուղիղ չի կարողանում գնել արևմուտքից Հայաստանի միջոցով է գնում Ղազախստանի բանի չէ այսինքն մենք սպասարկում ենք ռուսական շահերը Հայաստանի Հանրապետության տնտեսությունը դա ռուսա
սիրության, հպատակության, ռուսակողմ լինելու կամ չգիտեմ էլ ինչպես ասեմ, այդ բոլոր այդ առումներով բացառել, որ մենք այս պահին պարզապես ստիպված ենք դեռևս կախված մնալ այդ տնտեսական կապերով, եթե հղում անենք Ալեն Սիմոնյանին, նա երեք շատ ուղիղ ասաց, որ մենք հարցեր ունենք, որոնք պետք է ստանան իրենց պատասխանները, այսինքն նա ակնարկեց եւ հապկի հետ կապված հարցերը եւ Մոսկվայից հնչող ռետորաբանության հետ կապված հարցերը նմանատիպ հարցեր Սերժ Սարգսյանն էլ էր բարձրացնում, Ռոբերտ Քոչարյանն էլ էր բարձրացնում, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր բարձրացնում, բայց դա չէր խանգարում, որ Հայաստանը մնա Ռուսաստանի ծիրում։ Այսինքն բարձր sense խոսել բան, հա, ընդհանրապես հարցեր ունեն։ Հարցեր բոլորն էլ բոլորին ունեն, բայց գործողություններ է պետք անել։ Ես ընդհանրապես ուզում եմ հիշեցնել այս բենզինի հետ կապված դեպքերը, չէ՞, մեզ անընդհատ ասում են, որ ռուսական բենզինը, ռուսական նավթա, այդ նավթարդյունաբերության բան, այդ բաները Հայաստանը բերելու է, այլ ընտրանք չունի, մեկ է հենց պետք եղավ Ադրբեջանից բերեցին։ Այսինքն դա բացառապես մեր քաղաքական, տնտեսական էլիտաների որոշման հարցն է, չէ՞։ Նշանակում մենք ստիպված չենք, դա որոշում է, որ մենք այդտեղ ենք։ Եթե որոշեն, որ մենք այլ ծիրում լինենք, որ որոշեն, որ մենք պետք է լինենք ինքնուրույն, դա շատ հանգիստ այդ որոշումը կայացնելու են եւ ըստ այդմ այդ տրամաբանությունից ելնելով գործելու են։ Իսկ այն, որ մենք հիմա սպասարկում ենք ռուսական շահեր, սպասարկում ենք ռուսական տնտեսությունը ընդդեմ արևմուտքի, դա նույնպես որոշում է, դա գիտակցված որոշում է եւ դրա պատասխանատուները այսօր կառավարում են մեզ։ Բայց ինչպես է Ալեն Սիմոնյանը ասում, որ Հայաստանը որևէ բևեռում չէ եւ չի լինելու որևէ հակադիր բևեռում։ Մեկ անգամ չէ, որ Ալեն Սիմոնյանը ասել է բաներ, որոնք իրականության չեն համապատասխանում, դա նորմալ է, ցավոք սրտի։ Չէ, գնացի ասում աղդամ է մեր հայրենիքները, հիմա էլ ասում աղդամ է Ադրբեջան, այսինքն այդ մարդը ակնհայտ կարող է սուտ բաներ խոսել, չէ, կամ իր այսօրվա ասածը վաղը հերքել, կամ իր այսօր ակնհայտ պնդածը չհամապատասխանել իրականությանը։ Սրանց առաջ էլ ինքը ասես վառ արտահայտված հակառուս էր, հիմա գնացել է Ռուսաստանում, ասենք, եթե վառ արտահայտված հակառուս լիներ, ինչ է կարծում, նրանք կընդունեն Ռուսաստանում, կարծում չէ։ Հասկանում եք, այսինքն դրանք այդ խոսքերը քաղաքական գործիչների ցավոք սրտի պետական այրերի ավելի ճիշտ ցավոք սրտի իրականության հետ այդքան քիչ աղերս ունեն պետք է նայենք թե նրանք ինչ գործողությունների են դիմում եւ գործողություններով նորից եմ ասում Հայաստանի Հանրապետությունը ռուսական շահեր սպասարկող պետություն է Հիմա պարոն Սահակյան ԱՄՆ փոխնախագահը որը գալու է Հայաստան նա գալու է ինչ խոսի Ռուսաստանի շահերը սպասարկող իշխանությունների հետ կամ ինչ համաձայնությունների գա կամ ինչ ծրագրի իրականացման մասին է խոսքը եթե այս իշխանությունները այսպես թե այնպես սպասարկելու են Ռուսաստանին սրա հետ կապված թրիփին էլ կուզենամ անդրադառնալ ըստ Քոչարյանի թրիփը դա անվտանգային մեծ սպառնալիք է Հայաստանի համար եւ այդ ծրագրում պետք է ներառել Չինաստանին եւ Ռուսաստանին նույն Ալեն Սիմոնյանը ասում է Ռուսաստանի ներգրավումը նշանակում է թրիփի չգոյություն չգործարկում հիմա ընդհանուր ես մի քանի հարց տվեցի բայց ակնկալում եմ քանի որ նույն թեմայի մեջ է համապարփակ պատասխան Շնորհակալություն շատ լայնածավալ հարց եք տալիս բայց ըստ էության ճիշտ է նույն տրամաբանության նույն այդ ծիրում է գտնվում այդ բանը նախ JD Vance, այո, շատ ոչ ստանդարտ անուն է։ Այն ինչ իրենք են որոշել, մենք բնականաբար տեղեկ չենք։ Ամերիկյան քաղաքական շրջանակները ինչ որոշում ունեն այս տարածաշրջանի հետ կապված իրենք կգան մեզ տեղակ կպային ըստ էության հենց դրա համար էլ գալիս է։ Բայց այս համաձայնությունը ձեռք են բերվել Տրամպի եւ Պուտինի միջեւ Ալյասկայի հետ չեմ սխալվում, չէ, գնացին ինչ որ հանդիպում տեղի ունեցավ համաձայնություններ ձեռք բերվեցին եւ այլն բան։ Դրանից հետո տեղի ունեցավ այս բանը Ալիև, Տրամփ, Փաշինյան այդ տրիպի ստորագրությունը։ Հետևաբար սա ռուսական կողմի հետ համաձայնեցված է։ Համաձայնել են դուրս մնալ այս ծրագրից, այո։ Համաձայնել են մի ծրագրի, որից իրենք դուրս են դրվում։ Եթե այլ ընտրանք ունենային, կան կարողանային դուրս չմնալ, ես վստահ եմ, նրանք դուրս չեն մնա, բայց չեն կարողանում ըստ էության, որովհետև ռուս-ուկրաինական պատերազմը ահռելի մեծ ռեսուրսներ է տանում Ռուսաստանից եւ ինքը չի կարողանում ստեղ ներկայացված լինել այնպես ինչպես ինքը կուզենար եւ ըստ էության իր համաձայնությամբ է ես ուզում եմ ձեզ հիշեցնել եւ մեր հերոսադիտողներին նաեւ նույնպես հիշում եք որ մեկ այլ բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյա էր եկել Հայաստան Նենսի Փելոսին նա երբ որ եկավ ստեղ ասեց հարգելի հայեր հայաստանցիներ իմ այստեղ այցը համաձայնեցված է Պուտինի հետ այսինքն ստեղ որ գալիս են բոլորը գիտեն էլի մեծ տարածաշրջանը ռուսական ազդեցության գոտի է եւ ստեղ գալիս ոնց որ իրար հետ համաձայնեցնում են այդ ազդեցության գոտիներում մեկը մյուսի հետ այդ բարձր խաղի մեջ ենթադրում եմ այդպիսի ընդունված նորմեր կան
Հետևաբար էական չի էլի թե Ալեն Սիմոնյանը ինչ ասում կամ քո Ռոբերտ Քոչյանը ինչ ասում, իրանք ընդամենը փոքրիկ տեղապահներ են, իրենց կգան եւ տեղյակ կպային թե ինչ են որոշել մեծերը եւ ըստ այդմ էլ տեղի կունենա։ Հիմա ինչ որ որոշել են, դա որքանով է բխում մեր պետության շահերից եւ անպայման ուզում եմ չմոռանանք Պուտինի համաձայնությունը տրվել է անզորությունից հենց այնպես թե այնուամենայնիվ ԱՄՆ-ն այդ համաձայնության դիմաց որևէ բան է վճարել։ Դժվարանում են պատասխանել, բայց տրամաբանություն պետք է նայենք, քանի որ մենք այդ բանակցություններին չենք մասնակցում եւ դրանք փակ են գաղտնի են, հիմնականում բանել չէ լինում, տենց իրանք անկեղծել չեն ելնում եւ չեն ասում բնականաբար, հետո ենք իմանում ըստ գործողությունների էլի։ Ենթադրում եմ, որ այստեղ Հայաստանում այնուամենայնիվ ամերիկյան ազդեցությունը կմեծանա, ռուսականը կփոքրանա։ Այստեղ իր մեծ հետաքրքրություն է ներկայացնում իրենց համար Իրանը եւ Իրանի հետ կապված այդ շուրջ Իրանի ամբողջ շուրջ բոլորը ամերիկյան բազաներ կան եւ միակ այդ ուղին, որով Իրանը կարող էր հանգիստ դուրս գալ, այդ Հայաստանն էր, որտեղ եկան եւ ամերիկացիները այդ տրիպը դրեցին։ Հիմա դա այդտեղ մենք կարողանանք օգտվել այդ ամեն ինչից, թե չենք կարողանա, դա արդեն մեր գործողությունից է կախված։ Ամերիկան բնականաբար իր շահերն է առաջ տանելու, Ռուսաստանի շահերը, այստեղ էականը թե մենք ինչ քայլեր ենք անելու եւ այդ իրավիճակից կարողանալու ենք օգտվել, թե չենք կարողանալու օգտվել։ Օրինակ ադրբեջանցիները մեծ հաջողությամբ կարողանում են օգտվել։ Ինչ է նշանակում կարողանալ օգտվել կամ չկարողանալ օգտվել։ Ցանկացած ճգնաժամային, որը պետք է լինի, որ մենք հասկանանք մեր իշխանությունները կարողանում են օգտվել։ Ցանկացած ճգնաժամային իրավիճակներում առաջանում են բարդ խնդիրներ եւ առաջանում են հնարավորություններ։ Այդ հնարավորություններից պետք է կարողանալ օգտվել։ Եթե մենք տեսնենք, որ օրինակ մեր տնտեսության մեջ ահռելի ներդրումներ են կատարում, տեխնոլոգիական ընթրիչքը, որ հիմա ապահովել է ամերիկյան գիտական արհեստական բանակցության ոլորտում եւ այլն, չէ, այնց դա ահռելի մեծ բան է տալու, էլի առաջընթաց է ունենալու բոլոր այն պետությունները, ովքեր արհեստական բանակցություն դրա տարբեր դրսևորումներ ներդնելու են ոչ միայն գիտության մեջ, այլ տնտեսության ամենատարբեր ոլորտներում, Ամերիկան առաջատարն է այդ ոլորտում, դրանից հետո նաև գալիս է արդեն Չինաստանը։ Հիմա եթե մենք կարողանանք այդ ամեն ինչը առաջի ձեռից այսպես կոչված օգտվել ամերիկացիներից, տված այդ հնարավորություններից, ուրեմն դա բան է լինելու։ Ռազմական առումով եթե մենք կարողանանք օգտվել, այդ իրանք գալու են, չէ՞, sense զենք զինամթերք բան բերելու են, եթե ամերիկյան ռազմական արտադրությունը մեր շուկայի եւ մեր բանակի համար բացվի, դա հիանալի կլինի եւ դա ահռելի մեծ հնարավորություն կտա մեզ եւ այսպես շարունակ, բայց եթե չօգտվենք, չենք օգտվելի, ոնց որ մինչեւ հիմա չենք օգտվել։ Մեզ չէին ասում, որ Հայաստանը մենակ կարող է ռուսական զենքեր գնել, ասում են, չէ՞։ Իսկ հետո պարզեց մեկ էլ հնդկաստանից են կարող գնել, Սիրիայից են կարող գնել։ Այս իշխանության օրոք պարզվեց, պարոն Սահակյան։ Էլի եմ ասում, այս իշխանությունները ստիպված էին դա անել, որովհետեւ Ռուսաստանը մեզ փողը տալիս էին, զենքը չէին տալի։ Դրա համար ստիպված գնացին առան։ Դրանից առաջ էլ գործող իշխանությունը շատ հանգիստ կարող են այլ տեղերից այդ զենքերը գնել, որտեղ զենքի շուկան, այո, ինքը որոշակի առանձնահատկություններ ունի, բայց եթե վճարում ես փող ունես, բոլորն էլ ուրախ կլինեն, որ զենք վաճառեն, այդ զենքը արտադրում են վաճառելու համար։ Հարավային Կորեայից մենք շատ հանգիստ կարող ենք գնել, ոչ մի սահմանափակում, ոչ մի տես էական բաներ չկար, հասկանում եք, Հարավային Կորեան օրինակ իր տանկերը, որ արտադրում է եւ Լեհաստանն է վաճառել, ամբողջ բանով ցես տվել է, ամեն ինչա, այդ լիցենզիաները բանով ամեն ինչը տվել է, Ուկրաինայում, Լեհաստանում կարողանում են հարավկորեական այդ գեր ժամանակակից տանկերը սկզբից մինչև վերջ արտադրությունը բանանել ծավալել, իսկ ասենք ամերիկյան, ֆրանսիական, ռուսական կողմերը ինչ որ խիստ սահմանափակումներ են դնում, որովհետեւ դուք չկարողանաս այդ տեխնոլոգիաների մինչև վերջ յուրացնես։ Հարավկորեական կողմը նման բան չի արել օրինակ։ Հիմա մենք չենք օգտվել այդ հնարավորությունից, Լեհաստանը օգտվել է։ Ո՞վ է մեղավոր։ Հայկական իշխանությունները, չէ՞։ Դե ուսանք օգտվեն, դեռ պարոն Սահակյան։ Խոսքը դրա մասին է։ Նման հնարավորություններ եթե լինում են, բնականաբար պետք է օգտվել։ Ադրբեջանը ո՞նց է օգտվում։ Օգտվում է, չէ՞։ Այսինքն Վենսի այցից օբյեկտիվորեն մեր նվազագույն ակնկալիքը պետք է լինի թրիփի մասով, իսկ առավելագույն ակնկալիքը այդ լայն համագործակցությունը։ Վենսի գալու հետ կապված շատ օրակարգեր կան, որ մենք որպես հանրություն կարող ենք դրանից օգտվել։ Օրինակ գերիների հարցը կարող ենք բարձրացնել։ Եթե չեմ սխալվում, այսինքն չեմ սխալվում, հաստատ հիշում եմ, Փաշինյան, Թրամփ եւ Ալիև այդ հանդիպան ժամանակ Թրամփը ասեց, չէ՞, որ ինչ որ քրիստոնյաներ կան, գերիներ բան, ինչ որ սես բաներ, սես թեթև ակնարկ եղավ այդ մասին եւ վերջ այդ ակնարկի շրջանակներում տենց անցավ գնաց։ Այսինքն եթե իսկ այսօրվա ամերիկյան իշխանությունները
այդ քրիստոնեական բան այդ առումով այդ տեսանկյունից իրանք բան չեն, անտարբեր չեն։ Մենք կարող ենք այս այցը օգտագործել հենց այդ նպատակով, որպեսզի ասենք, որ ձեր նախագահի կողմից բան ստորագրված, հա, ձեր նախագահի ներկայությամբ ստորագրված նեղ Ալիևներ ընդեր Նիկոլներ ընդեր, բայց այդ մարդիկ խախտում են, օրինակ Ալիևը խախտում է այդ համաձայնության բաները, ասում է, չէ, ներքին գործերին չպիտի խառնվել եւ պետությունը եւ այլն, բայց Ալիևը խառնվում է մեր պետության ներքին գործերին, այսպես թե այնպես ինքը ազդեցություն ունի եւ այդ խնդիրները կարող ենք բարձրացնել, կարող ենք ասել, որ խաղաղությունը չի կարող տեղի ունենալ, որովհետև այնտեղ այնուամենայնիվ գերիներ կան, այդ մարդկանց գլխին հենց այնպես շինծու գործեր են սարքում, իրենց դատավարությունն ավարտվեց, իրենց դատում են, որ իրենք հայ են ընդհանրապես հասկանում դրա համար եւ դե ոնց են վերադարձնում, եթե մենք այդ պահանջը չենք էլ ձևակերպել։ Ունեք իշխանությունների կողմից պահանջը ձևակերպված չէ։ Մեր հանրությունը պիտի ձևակերպի։ Հանուն արդարության մենք 4 գերի ունեցանք օրեր առաջ նրանց վերադարձը։ Ընդամենը 3 եւ 3 շա առաջ որ մենք այդ լուրերը տեսնում ենք, չէ։ ՑՄՀ դատապարտված ռազմաքաղաքական ղեկավարներ ունենք։ Անկախ ամեն ինչից դա Նիկոլին դա դուրա գալիս է դուր չի գալիս, բայց այդ մասին է ինչու եք բացառում, որ այո, ոչ հրապարակային, բայց գործընթաց գնում է, գերիների մասին խոսում են, պարբերաբար հիշեցնում են եւ պահանջը գուցե հնչում է։ Եվ կգա ժամանակը նրանք կվերադառնան, որտեվ արդեն մեր հանրային դաշտում կան քաղաքական գործիչներ, որոնք պարզապես վստահ են, որ վերադարձ լինելու է։ Թեկուզ նրանք դատապարտվեցին, բայց վերադարձ լինելու է։ Այսինքն ՑՄՀ դատապարտեն, բայց վերադառնան, մի ձևի դա նորմալ չի հնչում։ Եվ տենց շատ կասկածելի է այդ բնդումը, այսինքն ինչ անենք, լուր մնանք, սպասենք, ոչ մի բան չանենք, այն հույսով որ Ալիևը չեն բարձրաձայնում, որտեղ մեկ անգամ չէ, որ ես տեսել եմ, որ իշխանությունները մենք չենք տեսնում, այսինքն դա հրապարակային չի։ Եթե բարձրաձայն էին, դա տենց ամոթ բան չի գերիների վերադարձի մասին խոսելը, դա անբարոյական բան չի, որ իշխանությունները ամաչեին եւ լուր մնային այդ մասով, էլի հասկանում եք, իսկ նրանք շատ վատ բաներ մեղմ ասած շատ վատ բաներ առանց ամաչելու անում են եւ տենց հելում մի բաներ ասում են լավ են կարել։ Դե թող էս մեկն էլ հելնեին ասին, անում են եւ լավ են անում, բայց չենք տեսնում, չէ՞ նման բան, նման դրսևորում չենք տեսնում։ Հələ ընդհակառակը իրենց իշխանությունների մերձ արբանյակներ ասում են, հա շատ լավ, այ դրանց պետք է ասում են, պետք է դատել։ Այդտեղից է երևում, որ իշխանությունները ոչ թե ոչ մի բան չեն անում, այլ ընդհակառակը լի մի բան իրանք ուրախ են, որ այդ մարդիկ այնտեղ դատապարտվում են։ Հետևաբար մենք որպես հանրություն պետք է օգտագործենք այս այցը եւ GD Vance-ին, ասենք որ այնուամենայնիվ այնտեղ կան հայեր, կան քրիստոնյաներ, ովքեր գերի են մնում, ովքեր շինծու, ապօրինաբար, կեղծ մեղադրանքներով մեղադրվում են, եւ դուք ձեր պետք է ձեր կշիռը օգտագործեք եւ այդ մարդկանց հետ բերեք։ Այստեղից հետո էլ ինքն ընդեղա գնալու, չէ՞, կամ ընդեղից հետո ստեղա գալու։ Շատ լավ, ներքաղաքական իրադարձություններին անդրադառնալով, պարոն Սահակյան, Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Իհարկե Հայաստանում միշտ եղել են քաղբանտարկյալներ։ Ում եք դուք անվանում քաղբանտարկյալներ եւ եթե կան, դուք մի շարժման անդամ եք, որը դեմ է բոլորին, արդյոք նախընտրական այդ շրջանի մոտենալուն զուգահեռ վախեր չկան, որ դուք էլ կարող եք ինչ-որ հոդվածներով հայտնվել անազատության մեջ։ Ձեր շարժման եթե վախերով ապրենք, լավ հետևանք չի ունենալու։ Այդ նշանակում է պետք է տնից դուրս չգանք, որովհետև կարող է դուրս գանք ընկնենք ավտոյի տակ, դա վախենալու է, կարող է, չգիտեմ, երկրաշարժանի փլվենք մնանք տակը, դա վախենալու է եւ այլն, այսինքն պետք չի վախերով ապրել, պետք է իրատես լինել։ Իսկ իրատես լինելու շրջանակներում մենք տեսնում ենք, որ բոլոր այն մարդիկ Հայաստանի անկախությունից մինչև օրս, ովքեր արել են քաղաքական հայտարարություններ եւ դրա համար դատապարտվել են, մեկուսացվել են, իրենք բոլորը եղել են քաղբանտարկյալներ։ Այսօր կան բազմաթիվ քաղբանտարկյալներ։ Ում եք անվանում քաղաքական։ Բոլոր նրանց, ովքեր քաղաքական հայտարարություններ են արել, կամ պարզապես խոսացել են կամ քաղաքական գործունեություն են ծավալել եւ դրա համար դատապարտվել են։ Դրանք բազմաթիվ են, եթե կոնկրետ օրինակ ռուս լրագրողը Ալեն Սիմոնյանին հարցնում էր Սամվել Կարապետյանի մասին, հարցնում էր Վարդան Ղուկասյանի մասին, հարցնում էր բլոգերների մասին, որոնք կալանավորված են, հարցնում էր հոգեվորականների մասին։ Հիմա այս մարդիկ ձեր գնահատականով քաղբանտարկյալներ են։ Դրանցից բացի կան լիքը այլ մարդիկ էլ, չէ, ովքեր ռուսական տենց ինչ-որ ռուսասեր հայտարարություններ չեն արել, բայց այս կողմից են եղել եւ իրենք նույնպես էլ ինչ-որ քաղաքական գործունեության պատճառով հայտնվել են ճաղերի հետևում եւ դուրս չեն գալիս, չէ։ Կան այդպիսի մարդիկ եւ շատ են եւ դեպքում ուր են եվրոպացիները, ուր են այդ հարցերով զբաղվող կառույցները, եթե առավել եւս տեսնում են, որ Հայաստանի իշխանությունները կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու կամ Ռուսաստանից փոխվելու ուղղությամբ։ Շատ լավ հարց եք տալիս, այդ հարցը պետք է տալիս հասցեատերերի իշխանությունների այդ գործողությունների վրա, եթե քաղբանտարկյալներ են այդ մարդիկ։
Իսկ ինչ պետք է անեն նրանք ընդհանրապես ֆիքսում են եւ հետո այդ խնդիրը որպես ճնշում բանեցնում են մեր իշխանությունների վրա ստանալու համար իրենց շահեկան ինչ-ինչ քայլեր կամ ինչ-ինչ որոշումներ այդ դա դրա համար է դա փափուկ ուժի դրսևորման ձև է էլի որ գալիս են ասում են այս խնդիրը որ երբ որ գալիս են ձևակերպեն ասում են ձեր մոտ էս ինչ բանը խնդիր է դուք էլ դա պետք է ուղղեք հենց դու ընդունում ես որ դա քո համար խնդիր է դու դառնում ես իր փափուկ ուժի ազդեցության տակ ես հայտնվում եւ իրանք դա որևէ մի օր որևէ կերպ բանեցնում են քո դեմ եւ այնպես չէ որ մենք պիտի ուրախ լինենք որ եվրոպացիները գան ասեն որ էսի բան այսա քաղաքբանտերկելը ամոծես դուք չեք հասկանում որ մարդը քաղաքբանտերկել պիտի չլինի բայց իհարկե հասկանում ենք ոքի մեր իշխանությունները այդպեսին են եւ այդպեսին եղել են դրանից առաջ էլ 18-ից առաջ էլ կային լիքը քաղաքբանտերկելներ կային չէ ինչի մասին է խոսքը Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310 Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում եմ Դրամական փոխանցումներ 1%-ով Օթանավով 1 փաունդը 2.99 Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Պարոն Սահակյան, Այո Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ներքաղաքական կյանքում իրավիճակը ունիկալ է եւ հնարավորություն կա ընդդիմադիր ուժերին խոշոր դաշինքներ միավորվել եւ խոշոր դաշինքներ ձևավորել։ Դուք նախ այդ հնարավորությունը եւս տեսնում եք թե ոչ, իսկ համագործակցության առումով ձեր շարժումը պատրաստ է համագործակցել Քոչարյանի կամ ընդդիմադիր այլ ուժերի հետ։ Բոլորին դեմ շարժումը ունի հստակ օրակարգ, այդ 3 կետերն են, որոնց մասին այդքան արդեն խոսացվել է, այդ կետերի շուրջ ովքեր որ համաձայնության են գալու, եթե իրենք գալու են համաձայնության, որ մենք այդ կետերը իրականացնենք, իրենք կարող են միանալ եւ դառնալ շարժման անդամ։ 3 կետերն են։
կայուն մեծամասնության չեղարկումը, բոլորին դեմ եմ այդ քվեաթերթիկի ընտրություններին, որ բան դա ամրագրում, որպեսզի ընտրությունների ժամանակ ներքաղաքացին բոլորին դեմ լինելու այդ իրավունքը կարողանա իրացնի եւ անցողիկ շեմ իջեցնենք 1%։ Սա կարծում եմ բերելու է էական եւ փոփոխությունների քաղաքական կյանքում, ներքաղաքական կյանքում։ Քաղաքական ակտորներին ստիպելու է, որ նրանք գան համաձայնությունների, այդ 1% իջեցման շեմը հենց դրան է բերելու, երբ որ լիքը այտենց ուժեր, ովքեր կարողանալու են կազմակերպվել եւ այդ 1%-ի շեմը հասնել, նրանք հայտնվելու են ազգային ժողովում եւ այս կամ այն կերպ ինչ որ հարցերի շուրջ սկսելու են համաձայնությունների գալ։ Ճիշտ նույն բանը տեղի ունեցավ այստեղ այս շարժման ընթացքում, երբ որ իրար հետ շատ տարաձայնություններ ունեցող գործիչներ եւ մարդիկ կարողացան համաձայնությունների գալ այդ 3 կետերի շուրջ։ Հիմա այդ 3 կետերի շուրջ եթե կարողանան նաեւ համաձայնության գալ ավելի լայն շրջանակներ, մենք դրանց միայն ուրախ կլինենք, նրանց հետ միասին կիրականացնենք այդ քաղաքական օրակարգը եւ դրանց հետո բան կանենք, նոր ընտրություններ կհայտարարվեն, կմասնակցեն եւ դրանց հետո եթե այդ մարդիկ կարողանան անցնել այդ շեմը գալ եւ ժողովրդի քաղաքացիների վստահությունը շահել եւ գալ նորից էլի դառնալ քաղաքական կյանքի մասնակից, թող դառնան, բայց քաղաքացին է որոշում։ Ըստ էության քաղաքացին է որոշում, ոչ թե ես պետք է որոշեմ դուք կամ Նիկոլը կամ Քոչյանը կամ ոնց որ այն ժամանակ Վանոն եւ բանն են չէ որոշում Վազգեն Սարգսյանն էին ասում, չէ, մենք ենք որոշելու կամ բան, չէ, քաղաքացին է որոշում։ Եվ քաղաքացին էլ կտեսնի ըստ արդեն գործողության, հա, կամ այդտեղ ռիսկեր մարդիկ խոսում են ինչ-որ ռիսկերի մասին եւ կուզենայի մի քանի ռիսկերից էլ այդտեղ խոսել, հա։ Այդտեղ գալուց առաջ էլ, հա, մեկ հենց այդ բանից ասում է 1% լիքնես մարդիկ են բանանել, ասենք իշխանությունների կամ այսօրվա բանը ընդդիմությունների բաներ, չէ, այդպես արբանյակներ են հայտնվելու։ Հա շատ լավ է, թող հայտնվեն։ Եթե հիմա մենք կասկածում ենք, որ իրանք ընդհանրապես արբանյակ են, չէ, թաքուն են գործում իշխանությունների կամ ընդդիմության համար, այնտեղ ակնհայտ է լինել, չէ, ազգային ժողովում ամեն մի ինչ-որ քվեարկության բանի ժամանակ ըստ գործողության մենք տեսնել ենք, չէ, սա ակնհայտ իշխանության բաններ դերացումներից իսկ սա ակնհայտ այս մեկի դերացումներ չէ, բայց այդ տենց է քաղաքացին տեսնելու, որ սա ով ում բարեկամն է եւ հաջորդ անգամ այդ մարդիկ արդեն բան չեն կարող հելնեն ասեն, չէ, ես ընդդիմադիր եմ կամ ես բան եմ։ Օրինակ հիմա բան Արամ Սարգսյանի կուսակցությունը իրենց շնորհիվ չէ, ԿՊ-ն ազգային ժողովում Երևանի քաղաքապետարանում կարողացավ բան անել իշխանության մնալ եւ դոգի կուսակցության շնորհիվ չէ նաեւ կարողացավ իշխանության մնալ չնայած երկուսն էլ հայտարարում են իրենց վառ արտահայտված ընդդիմադիր լինելու մասին չէ բայց ակնհայտ երևում է չէ որ իրենք իշխանության օրակարգը սպասարկեցին ըստ էության հենց այդ տենց է լինելու որ այդ դրա շնորհիվ գալու են ազգային ժողովում ել այնտեղ արդեն շատ թափանցիկ եւ վառ երևալու էլի մարդիկ խավ էս կոմենկով խուսանավելու հնարավորություն չեն ունենալու այս մասով ես կարող եմ ձեզ հակադարձել 3 հանրապետություն կուսակցության ներկայացուցչի բառերով ասում է ընդդիմությունը մենք սովոր ենք ընկալել որպես իշխանությանը անընդհատ հակադրվող երևույթ, մինչդեռ ընդդիմությունը պետք է լինի կառուցողական որտեղ որ անհրաժեշտ է եւ հնարավոր է պետք է համագործակցի իշխանության հետ հիմա լավ սրան չեմ ուզում անդրադառնանք սա մի կողմ թողնենք ժամանակ չունենք ամփոփելով պարոն Սահակյան ի տարբերություն Սերժ Սարգսյանի Ռոբերտ Քոչարյանը կարծես թե դեմ չէ իր անձով ընտրություններին մասնակցելու բայց Սերժ Սարգսյանն ասաց որ դեռ որոշում չունեն ինչ է կարծում ինչով է պայմանավորված Սերժ Սարգսյանի դեռ որոշում չունենալը կամ նրա ուժի եւ այս քաղաքական գործիչների այդ ընկալումների դիրքավորումների տարբերությունը ինչի մասին է։ Իրենք շատ լավ տիրապետում են սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներին, իրենք գիտեն, որ իրենք անցողիկ շեմը չեն կարողանալու անցնել, հետաբար կամկացի մեջ են մասնակցեն թե չմասնակցեն, որովհետև առաջին անգամ էլ այդ 21 թվականի ընտրություններին Սերժ Սարգսյանի գլխավորած ուժը չանցավ ըստ էության ազգային ժողով եւ միայն օրենքի ուժով այո նրանց ուղակի բերեցին եւ այնտեղ ներկայացրեցին էլի։ Այդ մարդիկ վստահություն չունեն քաղաքացիների մոտ։ Եվ իրենք ըստ էության նաև իրենք նաև հա բոլորին դեմ շարժման շահառու են, իրենք պետք է իրենց ռեսուրսները բանանեն, միացնեն մեզ, որպեսզի շարժումը հաջողության հասնի, որպեսզի շեմի չեսնենք 1%, որ Սերժ Սարգսյանը հանգիստ առանց ամաչելու մասնակցի ընտրությունը եւ վստահ լինի, որ ինքը կարող է անցնել ազգային ժողով չնայած այն բանի, որ ինքը եղել է երկրի նախագահ, բոլոր ուժային կառույցների ղեկավար, չէ, շատ բացառիկ մարդ է ինքը, համ ներքին գործերի նախարար եղել, համ ԱԱԾ-ի նախարար եղել, համ պաշտպանության նախարար եղել, շատ ունիկալ դեմք է եւ այդքանով հանդերձ ինքը վստահություն չի
ներշնչում մեր քաղաքացիներին, որովհետև նրանք տեսել են իր գործունեությունը, ոչ թե խոսքերը, այլ իր գործունեությունն են տեսել, որովհետև մենակ Սերժ Սարգսյանի գործունեության, ճակերտյալ գործունեության հետևանքում կարող էր Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական գործիչը գալ եւ դառնալ վարչապետ, իսկ դա վստահություն չի ներշնչում մեր քաղաքացիներին, իսկ դա իր գործունեության քաղաքական այդ ամբողջ անցած ճանապարհի գնահատականն է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի բոլորին դեմ եմ շարժման անդամ քաղաքագետ Հայկ Սահակյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։